Պարոն Ղազարյան, կա այսօր պատգամավոր, որին հատկապես ուզում եք հանդիպել, որ հատկապես ինչ-որ իրավիճակ վստահ եք, որ կփոխվի իր մոտ։ Այո, բոլորին, օրինակ Վլադիմիր Վարդանյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին, Ալխազ Ղազարյանին, Վլադիմիր Վարդանյանը ձեր նախկին գործընկեր։ Իznից առաջ ինքն է եղել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Ստե օրինակ Մինասյան Լիլիթ կա, լսել եք դες բան էլ կա։ Պարոն Ղազարյան, կարծես թե Սարգսյան Տրթատն էլ աստե։ Կարծես թե պատգամավորները խուսափում են ձեր հետ հանդիպելուց, նախորդ անգամ էլ փոխխոսնակ Ռուբինյանը չհանդիպեց, ինչ ընթացքում է գտնվում ձեր բողոքարկման։ Ռուբինյանի չհանդիպելու հետևանքով ես հաջորդ օրը գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել, որովհետև քրեական օրենսգիրքը մի հանցատեսակ ունի նկարագրվող, որը կոչվում է խտրականություն, եւ այդ հանցակազմը ավելի երկրորդ մասով հոդվածի ավելի բարդացնող հանգամանքներ ունի պայմանավորված պետական պաշտոնյայի կողմից խտրական վերաբերմունքի ցուցաբերումը եւ քրեական օրենսգիրքի այդ հոդվածով ես արդեն հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի նախաձեռնի վարույթ եւ միջնորդություն ներկայացնի ազգային ժողովին Ռուբեն Ռուբինյանի ծանծաղմխելությունից զրկելու եւ նրան այդ գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Անձամբ ձեր պատճառով հետ չեկավ հանդիպման, թե այլ քաղաքացի որ լիներ ձեզ հետ ինքը մեզ ազգային ժողովի աշխատակազմի ընդունարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ հանդիպումը եղել է, իznից առաջ այլ քաղաքացու ընդունել է եւ հայտնեց, փոխանցեց պարոն Ռուբինյանի խոսքը, որ պարոն Ռուբինյանը միայն ինձ հետ չի ուզում հանդիպի։ Այսինքն մյուս բոլոր քաղաքացիների հետ պատրաստ է հանդիպել եւ հանդիպել է եւ խտրականություն է ցուցաբերում միայն իմ նկատմամբ։ Իսկ քրեական օրենսգիրքում հենց ասում է խտրական վերաբերմունքի ցուցաբերումը աշխարհայացքի կամ այլ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված դա հանցագործություն է։